Մի մարդ, ում հարստությունը այնքան աներևակայելի մեծ էր, որ նրա մեկ ճամփորդությունը փոխեց ողջ աշխարհի տնտեսությունը։ Խոսքը պատմության ամենահարուստ տիրակալի Մալիի կայսր Մանսա Մուսայի մասին է։ 14-րդ դարում, երբ Եվրոպան դեռ խեղդվում էր խավարի և սովի մեջ, Աֆրիկայի ոսկեգույն սրտում ծաղկում էր մի կայսրություն, որը ասես հյուսված լիներ արևի ճառագայթներից։ Երբ Մանսա Մուսան որոշեց ուխտագնացության մեկնել, նա իր հետ վերցրեց այնքան ոսկի, որ անապատը բառացիորեն փայլում էր նրա քայլերի տակ։ Նրա քարավանը բաղկացած էր տասնյակ հազարավոր մարդկանցից և հարյուրավոր ուղտերից, որոնք բեռնված էին մաքուր ոսկով և մետաքսով։ Անցնելով օտար երկրներով, նա այնքան շատ ոսկի բաժանեց աղքատներին և սովորական մարդկանց, որ ոսկու գինը կտրուկ ընկավ և տնտեսությունը տարիներով փլուզվեց։ Սակայն նրա նպատակը պարզապես փառքը չէր։ Վերադառնալով իր հայրենիք, նա իր հսկայական հարստությունը ներդրեց գիտության և արվեստի մեջ, կառուցելով աշխարհի ամենաշքեղ համալսարաններն ու գրադարանները։ Տիմբուկտու քաղաքում Մանսա Մուսան ապացուցեց, որ իսկական հարստությունը ոչ թե սնդուկներում պահված ոսկին է, այլ այն լույսն ու գիտելիքը, որը դու կտակում ես մարդկության։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ և ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։